Ես Արման Գրիգորյանն եմ։ Ինձ համար մեծ հպարտություն է լինել Գոհար Գասպարյանի նման մեծ արվեստագետի անվանական կրթաթոշակի ներկայացուցիչը, ով եղել է ոչ միայն անզուգական սոպրանո, այլև հայ մշակույթի խորհրդանիշ։ Իմ ընտանիքում պրոֆեսիոնալ երաժիշտներ չկան, բայց բոլորս սիրում եւ բարձր են գնահատում այն ուղին, որը ես ընտրել եմ։ Երգում եմ մանուկ հասակից։ Ծնողներիս նախաձեռնությամբ երգչական առաջին քայլերս արել եմ Ջիվանու անվան աշխուղական դպրոցում, որտեղ ինչպես հայտնի է բոլորին, սովորում են հայ ժողովրդական եւ աշխուղական երգեր։ Որոշ ժամանակ այնտեղ սովորելուց հետո ստիպված էի դադար տալու, քանի որ ինձ մոտ սկսվեց ձայնի փոփոխման շրջանը։ Տարիներ անց ընդունվեցի Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ, բայց արդեն ոչ թե ժողովրդական երգեցողություն բաժին, այլ ակադեմիական։ Այնտեղ սովորել եմ Հասմիկ Ջարոյանի դասարանում։ Քոլեջն ավարտելուց հետո ընդունվեցի Երևանի պետական կոնսերվատորիա։ Ես ուզում եմ այս տեսանյութի միջոցով բացի իմ մասին պատմելուց նաև իմ խորին շնորհակալությունը հայտնել իմ բոլոր ուսուցիչներին, ովքեր իսկապես նվիրյալներ են եւ անում են հնարավոր ամեն բան, որպեսզի մեզ փոխանցեն իրենց գիտելիքները։ Հատուկ շնորհակալություն իմ մասնագիտության ուսուցչին Արնոտ Քոչարյանին, ով համբերատարությամբ լցված դասերի ընթացքում սովորեցնում է ճիշտ երգել, եւ դա անում է ոչ միայն խոսքով բացատրելով, այլ նաեւ երգելով եւ այդ ամենը բոլորի հետ առանց բացառությունների։ Նրա ամեն մի դաս, ամեն մի խոսք խորհուրդ է, որին հետևելով դու կարող ես հասնել պրոֆեսիոնալ ակադեմիական երգեցողության։ Այս տարվա ամենավառ տպավորությունը եղավ այն, որ ճանաչվեցի տարվա լավագույն ուսանող։ Շնորհակալ եմ այդ կոչմանը արժանացնելու համար, այն շատ հաճելի է եւ պարտավորեցնող։ Իմ ուսման ընթացքում բացի ակադեմիական երգիչ լինելուց, նաև ես հանդես եմ գալիս որպես ժողովրդական երգիչ, ամենամեծ մրցույթներից, որը կարող եմ ասել, դա երգերքոց նոր ձայներ մրցույթն է, որտեղ մասնակցեցի եւ որպես հաղթող ընդգրկվեցի արդեն երգերքոցի հիմնական կազմի մեջ եւ արդեն հանդես եմ գալիս հանրային հեռուստաընկերությունում որպես մենակատար։ Իդեպ կոնսերվատորիայի իմ սիրելի անկյուններից մեկը նաև Գոհար Գասպարյանի անունը կրող լսարանն է, որտեղ մենք ակադեմիական երգիչներս անցկացնում ենք մեր ստուգարքները, այնտեղ դասավանդել է նաև Թամար Շահնազարյանը, 2 տարի առաջ տեղի ունեցավ նրա անունը կրող մրցույթը, որին ես մասնակցեցի եւ զբաղեցրեցի 2-րդ տեղը։ Կոնսերվատորիայի սիրելի անկյուններից են 427 դասարանը, որտեղ անցկացնում ենք վոկալի դասերը, մեծ ու լուսավոր միջանցքները, որոնց հսկայական պատուհաններից երևում է Կոմիտասի արձանը, ինչպես նաև կոնսերվատորիայինքից օպերային ստուդիայի պարի եւ բեմական շարժման սրահը, որտեղ մեծ սիրով հաճախել եմ դասերին։ Որպես ցանկություն նշեմ, որ ավելի լավ կլիներ, եթե շաբաթվա ընթացքում մասնագիտության դասը լիներ ոչ թե 2 անգամ, այլ գոնե 4։ Ինչը չէի փոխի կոնսերվատորիայում հարցին, ես կպատասխանեմ այսպես. Ես չեմ փոխի կոնսերվատորիայի տեղը, այն պետք է մնա Երևանի սրտում, իսկ Կոմիտասը պուրակում նստած պետք է հսկի իր տունը։ Կոնսերվատորիա ասելիս զգում եմ երազանք, որն իմ կյանքում իրականություն է դարձել։